Հարգելի փոխոսնակ, հարգելի պատգամավորներ, համառոտ անդրադառնամ ելույթների ընթացքում հնչած հարցերին եւ այն հարցադրումներին, որոնք ակնկալվում էր, որ հարց ու պատասխանի ժամանակ պետք է հնչեին, բայց ենթադրում եմ ժամանակի սղության պատճառով չհնչեցին։ Նախ պարոն Մանուկյանն այստեղ չի, բայց վստահ եմ կլսի։ Կցանկանամ, որ պարոն Մանուկյանը խոսելով Արթուր Սարգսյանի մասին, մինչև վերջ անկեղծ լինի եւ քրեական վարույթի վերաբերյալ իր սեփական տեսակետը այս ամբիոնից գոչելու հետ մեկտեղ գոնե նշի, որ 2025 թվականի հունիսի 27-ին հակակոռուպցիոն դատարան ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում ունենք։ Գուցե սա է աղմուկի պատճառը։ Մենք պահանջում ենք Սիսիանի նախկին քաղաքապետ ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել երկու անշարժ գույք Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանում, երկու անշարժ գույք Սիսիան քաղաքում, 3 ավտոմեքենա, 6 իրավաբանական անձում մասնակցություն, առևտրային բանկում ներդրված 5 ավանդ, 11865 ամերիկյան դոլարի եւ 1.104.000 դրամի չափով, 1 փոխառության պահանջի իրավունք 1.400.000 դրամի չափով, 1.53.193.000 դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդ եւ օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար։ Մեկ շաբաթ առաջ պետայրավական հանձնաժողովի նիստին ես առաջարկել էի հարգարժան պատգամավորին, եթե այդքան վստահ է իր կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ, բա ինչի է փաստաբանական թիմը ձգձգում դատաքննությունը սկսելը։ Ինչի մենք ոչ մի ձև չենք կարողանում հասնել արդեն տևական ժամանակ, որ այդ ապացույցները հանրային, հրապարակային դատաքննության փուլում եւ ոչ թե ազգային ժողովի ամբիոնից լսվեն։ Կարծում եմ պատասխանն ակնհայտ է։ Առնվազն մեկ շաբաթ առաջ ես առաջարկել էի հարգարժան պատգամավորին առաջին պատահած բարձրախոսով գոչելու հետ մեկտեղ գալ վարույթն իրականացնող մարմին, ստորագրել, որ տեղեկացված է ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին եւ այն ամեն ինչը, ինչ որ բարձրագոչ հայտարարում է, գրել որպես ցուցմունք։ Խիստ կասկածում եմ, որ կանի։ Ամեն դեպքում առաջարկը մնում է ուժի մեջ։ Մեկ շաբաթ առաջ պետայրավական հարցերով հանձնաժողովի նիստին պարոն Խաչատրյանը մարտի 1-ից հարց տվեց։ Ինձ անկեղծ թվում էր, որ մենք այլևս ձեզ հետ մարտի 1-ի մասով չենք խոսի, բայց շնորհակալություն, որ նորից հարց բարձրացրեցիք եւ հնարավորություն եք տալիս ինձ այս ամբիոնից վերահաստատելու այն, ինչ ասել եմ պետայրավական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ։ Ֆարմանյանը եւ այլ կնդեմ Հայաստանի գործով կայացրած վճռի 205-րդ կետում դատարանն արձանագրել է, որ ազատության հրապարակում անցկացած հանրահավաքները եղել են խաղաղ, առանց բռնության հրահրման կամ բռնի գործողության որևէ նշանի։ Մինչև 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության կողմից իրականացված գործողությունը։ Դատարանը պարզել է, որ չի եղել որևէ համոզիչ ապացույց, որով կհաստատվեր, որ ազատության հրապարակում զենք է կուտակվել, անկարգություններ հրահրելու նպատակով, եւ մերժել է կառավարության այն պնդումները, թե ոստիկանությունը տեղակայվել էր ազատության հրապարակում զենքերի որոնման նպատակով, եւ որ զինված ցուցարարներն էին առաջինը հարձակվել ոստիկանության վրա։ Դատարանը պարզել է նաեւ, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան իրականացված ոստիկանության գործողության հիմնական, եթե ոչ միակ նպատակը եղել է ազատության հրապարակում անցկացվող խաղաղ հավաքը ցրելը, եւ որ այնտեղ տեղի ունեցած բախումներն ամենայն հավանականությամբ եղել են հավաքը ավարտելուն ուղղված ոստիկանության միջոցառումների, այդ թվում ենթադրյալ չափից ավելի ուժի կիրառման հետևանք եւ ոչ թե ցուցարարների կանխամտածված գործողության արդյունք։ Դատարանն այնուհետև նշել է, որ ազատության հրապարակում ենթադրաբար հայտնված զենքերի, այդ թվում ատրճանակների, նռնակների եւ ոզնիներ հիշեցնող սուր առարկաների առնչությամբ ցուցարարներից որևէ մեկի հետ կապ ունեցող ցանկացած ապացույց բացակայում է։ Եվ զարմանալի է համարել այն, որ ազատության հրապարակում ոստիկանության գործողությունների ժամանակ ցուցարարները չեն կիրառել հրազեն, պայթուցիկ, սառը զենք, հաշվի առնելով այն պնդումը, որ նրանք զինված են եղել այդպիսի զենքերով, զինված անկարգություններ սկսելու մտադրությամբ։ Միտքը շարունակվել է հաջորդ կետում 206-ում։ Արձանագրել է դատարանը, որ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մարդկանց հավաքը տեղի է ունեցել ինքնաբուխ եւ անկազմակերպ զարգացումների հետևանքով։ Մինչդեռ ավելի վաղ ազատության հրապարակից ցուցարարներին ցրելը, հիշեցնեմ այս մասով, մենք արդեն դատարան
թողարկած մեղադրանքներ ունենք եւ առաջիկայում էլ ենք ունենալու, այդ թվում դրա կոպիտ բնույթը, ինչպես նաեւ նույն օրը տեղի ունեցած մի շարք այլ նմանատիպ կամ անվերահսկելի իրադարձություններ հնարավոր է, որ դեր են խաղացել բռնության հետագա սրման գործում, ի հակադրություն նախապես պլանավորված եւ կազմակերպված անկարգության կամ հեղաշրջման փորձի, չի եղել կառավարության պնդումները հաստատող որևէ համոզիչ ապացույց, որ տարածքում բռնություն գործադրած ցուցարարները զինված են եղել ոչ թե ինքնաշեն առարկաներով, դրա մասին այսօր առիթ եղավ խոսելու, այլ հրազենով։ Ինչպես նաև որևէ ապացույց, որը կհաստատեր, որ մահերն առաջացել են ցուցարարների կողմից դիտավորությամբ կամ նույնիսկ անզգուշությամբ իրականացված գործողությունների արդյունքում։ Նույն վճռի 226-րդ կետում դատարանը եզրակացրել է, որ արդյունքաբեր գազի նռնակների օգտագործման վերաբերյալ պարզ, մանրամասն եւ պարտադիր հրահանգների բացակայությունը, ընդգծում եմ, համապատասխան պատրաստվածության եւ վերահսկողության բացը, ինչպես նաեւ արդյունքաբեր գազի նռնակների վիճակի եւ գործադրման հետ կապված վերոնշյալ խնդիրը չեն որոշակի չափով նպաստել են այդ ամբողջի վերահսկման համար նախատեսված զենքերի ոչ պատշաճ գործադրմանը, խոսքը չերեմուխաների մասին է։ Անվտանգության կանոնների կիրառմամբ ինչի հետևանքով վրա է հասել 3 անձի մահ։ Նույն վճռի 227-րդ կետում դատարանը կասկածից վեր է համարել, որ հրազենի միջոցով պատճառված մյուս 5 անձանց մահերը վերագրելի են պետությանը։ Եվրոպական դատարանը միայն մարտի 1-ի գործով մի շարք վճիռներ ունի։ Ֆարմանյանը եւ այլ վերջին վճիռներ, մինչ այդ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի, Միասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի, Դարեսկիս ՊՍՊ-ն ընդդեմ Հայաստանի, Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի։ Այս գործերով կայացված վճիռներով դատարանը ձևավորել է կայուն դիրքորոշում այն մասին, որ այս հանցագործությունները կապված են պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված լիազորությունների անցման հետ, որի դեպքում արկա է վաղմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք։ Եթե թարգմանենք սա ավելի պարզ լեզվով, նշանակում է անձինք, ովքեր մեղադրվում են այս հանցագործությունների մեջ, չեն կարող քրեական պատասխանատվությունից ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով։ Պարոն Քոչարյան, մարտի 1-ի մասին խոսեցիք եւ նշեցիք, որ ստվերում են մնացել բանակային կորպուսների դրվագները, ստվերում չեն։ Բանակային կորպուսների հետ կապված քննությունը այս պահին բավական ակտիվ դերակատարում ունի։ Այո, եւ պաշտպանության բանակն էլ, եթե գիտեք, բանակային կորպուսներից մեկն էր եւ այդ կարգավիճակն ուներ։ Հոկտեմբերի 27-ին անդրադարձ կա եւ ձեր կողմից նշված անձինք հարցաքննվել են այս տարվա ընթացքում, լրացուցիչ հարցաքննությունների անհրաժեշտության դեպքում այդ մարդիկ էլի կհրավիրվեն։ Դուք անդրադարձաք խորխորոնու գործի սպանությանը, նշեցիք, որ Բորիս Նազարյանը չի հիշում մանրամասները, շատ տարօրինակ է։ Բայց ես կվերահաստատեմ, որ մենք ըստ էության նոր բան չենք արել վարույթով։ Մենք դատարան ենք ուղարկել, հիմք ընդունելով այն ապացույցները, որոնք կային վարույթում, եւ ճիշտ է, երրորդ երկիր ուղարկել ենք հանձնման մասին միջնորդություն եւ օպերատիվ մարմնին տվել ենք հանձնարարություն։ Բայց մեր աչքից չի վրիպել իրավապահ համակարգի հանգործությունը եւ այս առումով ունենք նախաձեռնված քրեական վարույթ, եթե որևէ մեկը ցանկություն ունի այդ մասին մեզ լրացուցիչ տվյալներ հայտնել, համեցեք։ Ես առիթը կօգտագործեմ եւ ժամանակ էլ ունեմ անդրադառնալու մի շարք քաղաքական ելույթների իրավական կողմին։ Մենք պատճառահետևանքային կապերի մասին խոսեցինք, չեմ կոռելյացիաների, սիլոգիզմների, ինչ փիլիսոփայական կատեգորիա ասես այս հաղորդման քննարկման ընթացքում բարձրացրեցինք, բայց իմ կարծիքով բոլոր ելույթների հիմքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով մեր կողմից այդ անձանց պատճառած անհանգստություններն են։ Ես ձեր ժամանակը կչարաշահեմ եւ կթվարկեմ, թե ինչ հայցեր ունենք այս պահին դատարանում եւ իմ կարծիքով այս բոլոր թիրախավորումները ինձ անձամբ եւ դատախազության համակարգին ինչ իրական պատճառներ ունեն։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից եւ նրան փոխկապակցված 6 անձանցից, զավակներից եւ նրանց ամուսիններից մենք պահանջում ենք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 23 անշարժ գույք, որից 18-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը 11 միլիարդ 154 միլիոն 790 հազար դրամ է։ Անշարժ գույքերից 19 գտնվում են կենտրոն վարչական շրջանում, 8-ը Պարոնյան փողոցում, 4 բնակարան Հյուսիսային պողոտայում, 2-ը Աբովյան փողոցում, 2-ը Վազգեն Սարգսյան փողոցում, բնակարաններից 2-ը Տերյան փողոցում, իսկ 1-ը Մանուկ Աբեղյանի։ Պահանջը ներառում է 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար եւ 985 միլիոն դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 միլիոն դոլարի եւ 200 միլիոն դրամի ավանդ։ Պահանջը ներառում է նաև թվով 15 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Toyota Երևանը, Nairi Insurance-ը։
Պահանջը ներառում է նաև 4 միլիոն դոլարի, 8.3 միլիոն դրամի, 260 միլիոն ռուբլի և շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջների իրավունք։ Ներառում է նաև 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարային գույքի ձեռքբերման արժեքներ։ Այն ներառում է նաև ավելի քան 20 միլիարդ դրամ որպես ապօրինի եկամուտների մնացորդ, և գործիքնությունը գտնվում է դատալսումների փուլում։ Մենք պահանջում ենք ազգային ժողովի պատգամավոր նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից 14 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձում մասնակցություն, 18,000 հատ բաժնետոմս, ընդհանուր 1 միլիարդ 85 միլիոն 99,000 դրամի փոխառության պահանջի իրավունք, 1100 հատ արժեթուղթ, 1 միլիարդ 111 միլիոն 685,000 դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 410 միլիոն 581,000 դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Հայաստան խմբակցության պատգամավոր աշխատանքի սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում ենք Կոտայքի մարզում գտնվող 1 անշարժ գույք, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 110 միլիոն 306,000 դրամ որպես ապօրինի եկամուտի մնացորդ, 248 միլիոն 267,000 դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Իշխան Սաղաթելյանից պահանջում ենք 5 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձում մասնակցություն, 264 միլիոն 516,000 դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2 միլիոն 914,000 դրամ, որը չի հիմնավորվում նրա օրինական եկամուտներով։ Թվարկումը կարելի է շարունակել, բայց ինչն է հետաքրքիր հարգելի պատգամավորներ, հետաքրքիր է, երբ որ մենք հարցնում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի ծագման մասին, մենք 3 բացատրություն ենք լսում։ Նվեր ենք ստացել, մեր պապիկներն էին հարուստ, մեր որդիներն են տաղանդավոր։ Շնորհակալություն Վճռաբեկ դատարանի նվերի հարցը լուծվեց։ Վճռաբեկ դատարանը հստակ սահմանեց նվեր ստանալու պայմանները, դեպքերը և այս հարցով կարծես թե մենք լրացուցիչ տեղեկատվական աղմուկից այսուհետ կազատվենք։ Իհարկե պապիկների և տաղանդավոր որդիների հարցը դատարանները դեռ կքննարկեն, բայց մենք կարծում ենք, որ մեր դեմ ուղղորդված և շատ անձնական ուղղորդված այս բոլոր խոսքերը իրական հիմքում ունեն սա։ Եվ պնդել, թե ընդամենը 1 վճիռ կա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առնվազն միամտություն է, որտեղ ձեր փաստաբանները վստահ եմ ձեզ կասեն, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշում կա, ինչը նշանակում է, որ ինձ անձամբ, որպես գլխավոր դատախազ, հնչած բոլոր սպառնալիքները, որ հեսա կտեսնեք ձեր հայցերի հետ, ինչ է լինում, ես տեսա, որ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում հայտնեց։ Սահմանադրական դատարանի դիրքորոշումից հետո ինչքան էլ ձգձգվեց process-ը, բայց միևնույնն է մենք այսօր ունենք ուղենիշային վճիռ, որը մեզ համար կիրառելի է։ Եզրափակելով ես կցանկանամ մի կարևոր հարցի անդրադառնալ, շատ քննարկեցիք ընտրակաշառքների եւ ընտրակեղծիքների հետ կապված հարցերը, ես կցանկանամ առիթն օգտագործելով ժամանակս էլ սպառվում է, ուղղակի նշեմ, որ բոլոր այն փաստաբանները, որոնք կխոստանան, որ նույնիսկ դատապարտման դեպքում գուցե պայմանական դատապարտում լինի, մեր քաղաքացիները չհավատան, որովհետև Վճռաբեկ դատարանը բոլորովին վերջերս նմանատիպ կաշառքի մի գործով բավարարելով գլխավոր դատախազի բողոքն արձանագրել է, որ նմանատիպ գործերով պայմանական դատապարտում չի կիրառվում։ Վճռաբեկ դատարանը շատ հազվադեպ է անդրադառնում պատժի վերաբերյալ հարցերին, բայց սա հանրային վտանգավորություն ունեցող այն արարքն է, որին Վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ եւ կարելի է արձանագրել հստակ, որ ցանկացած փորձ խեղաթյուրելու մարդու ազատ կամ արտահայտությունը հանդիպելու է կոշտ իրավական հակազդեցության, այդ թվում ռեալ ազատազրկման ձևով։ Շնորհակալություն։